Այս օրերին Երևանում անցկացվում է մշակութային քաղաքականություն մշակույթի համար խորագրով միջազգային կոնֆերանս, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին։ Երրորդյա համաժողովի մասնակիցներին ընդունեց նաև Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Համաժողովի առաքելությունն ու կարևորությունը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նա նշեց, որ 45 երկրից եւ միջազգային կազմակերպություններից ժամանած բոլոր պատվիրակներին այսօր մեկտեղել է մեկ ընդհանուր խնդիր՝ լրջորեն վտանգված պատմամշակութային ժառանգության ապագան։ 3 կլոր սեղանների շրջանակներում լինելու են տարբեր քննարկումներ, մեկը լինելու է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, երկրորդ կլոր սեղանը ուրեմն անշարժ ժառանգության եւ երրորդը մշակութային բազմազանությունը։ Եվ կարծում եմ, որ այստեղ բոլորի փորձը, բոլորի խնդիրները եւ ընդհանրապես ռազմավարական ուղղությունները, ինչպիսին են կիրառվում տարբեր երկրների կողմից, շատ ուսանելի կլինի տարբեր կողմերի համար։ Եվ Հայաստանը եւ Վրաստանը ավանդական քրիստոնեական պետություններ են։ Մեզ համար կրոնը մեր առօրյա կյանքի մի մասն է, շատ մեծ ու կարևոր մի մասը։ Եվ իհարկե հանդիպումը կաթողիկոսի հետ մեծ պատասխանատվություն եւ ուրախություն էր։ Բոլորս ենք մտահոգված մշակութային ժառանգության պահպանության հարցերով։ Հայոց Հայրապետի խոսքերը մեր սրտից էին։ Մենք հույս ունենք, որ նման հանդիպումներ դեռ կլինեն։ Ամենայն հայոց հայրապետը կարևորելով համաժողովի մասնակիցների այցը Մայրաթոր Սուրբ Էջմիածին հույս հայտնեց, որ համաժողովը լուրջ ներդրում կունենա մշակութային ժառանգության պահպանության եւ պատշաճ խնամքի ապահովման գործում։ Անդրադառնալով մշակույթի արժեքների պահպանության խնդրին հայոց հովվապետը դատապարտելի նկատեց պատմական մեծարժեք ստեղծագործությունների եւ մարդկության ժառանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն, քանի որ մարդու ստեղծած մշակութային արժեքը լավագույն վկայությունն է հենց մարդ Աստված փոխհարաբերության։ Կաթողիկոսն ընդգծեց նաև, որ Աստծո կողմից մարդու պարգևած ամենակարևոր շնորհներից մեկն արարելն է, ուստի մշակույթի հանդեպ հոգացությունը Տիրոջ հանդեպ սիրո դրսևորում է։ Փորձում ենք հասկանալ, թե որքանով է հեռանկարային եւ որպես անհատ եւ որպես կառավարություն միմյանց հետ համագործակցելը։ Մեր նպատակը մշակույթի վրա հիմնված քաղաքականություն զարգացնելն է, նաև միջմշակութային երկխոսության եւ միջազգային համագործակցման հիմնումը։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսակետի մենք չենք կարող զարգանալ ոչ տնտեսապես եւ ոչ էլ սոցիալապես, եթե չհամախմբվենք, եթե չկարևորենք մեր մշակույթը։ Հատկապես մեր օրերում, երբ Միջին Ասիայում, Աֆրիկայում առկա հակամարտությունների հետևանքով արդեն վերացել է մշակութային ժառանգության մեծ մասը։ Դրանք համամարտկային արժեքներ էին։ Այս հարցերն են օրհասական, ինչի համար էլ այստեղ ենք։ Անչափ տպավորված եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանով։ Շատ հետաքրքիր բաներ տեսանք։ Այստեղ այնքան պատմություն կա պահված։ Համաժողովի մասնակիցները շրջեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարաններում, ծանոթացան մեր սրբություններին, հիացան մեր եկեղեցական արվեստի բացառիկ ցուցանմուշներով։ Մերի Հովսեփյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։